Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը Փոթիի նավահանգստի մաքսային անցակետում կանգնեցրել է ավտոտրանսպորտային միջոցներ, որոնք Գերմանիայից և Եգիպտոսից ներմուծել են սառեցված հավի միս և քաղցր կարտոֆիլ։ Այս մասին տեղեկություն է տարածում եկամուտների ծառայությունը։ Օրենսդրությամբ սահմանված սահմանային կարանտինային հսկողության ընթացակարգերի իրականացման, մասնավորապես ֆիզիկական զննության ժամանակ քաղցր կարտոֆիլի 70%-ը պիտանի չի ճանաչվել սննդի համար, ինչի արդյունքում բեռը ենթարկվել է ամբողջական ոչնչացման։ Բացի այդ, մաքսային հսկողության շրջանակում սառեցված հավի մսի 27,000 կիլոգրամից վերցված նմուշներում լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել է պաթոգեն միկրոօրգանիզմ՝ սալմոնելա։ Համաձայն Վրաստանի կառավարության որոշման, նշված ապրանքը՝ սառեցված հավի միսը, ենթակա է ետարտահանման դեպի արտահանող երկիր։